Սուրբ Հարության տոնին հաջորդող հինանց շրջանի կիրակիներից երրորդը Կարմիր է կոչվում։ Կարմիր կիրակին խորհրդանշում է մարդկության փրկության համար Քրիստոսի թափած արյունն ու նրա արյամբ ծաղկած եկեղեցին։ Այդ օրը ձևավորված ավանդույթի համաձայն հովանավանք էր բերվում Մշոս Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր ավետարանը։ Ավետարանը պահվում է Կարապետյանների ընտանիքում։ Իմ պապիկս, Վաչագան պապը, այդ ժամանակ 6 տարեկան է եղել, գաղթի ժամանակ կապել են երեխայի կրծքին ավետարանը, հագցրել են աղջկա շորեր ու բերել են արդեն Հայաստան։ Ուզում եմ ասեմ, որ իմ մեծահոգի հորաքույրս Աիդա Տեր-Կարապետյանը մեծ դեր ունեցավ այս ամենի մեջ, որտեղ սովետական միության ժամանակ փակված էր հավատքի թեման, չէին խոսում դրա մասին, պապիկս շատ էր խոսում դրա մասին, սակայն հորաքույրիս խիզախությունը ասեմ, հավատը, անկոտրուն ոգին, ինքը իսկապես անվախ մարդ էր, ինչպես եւ ավետարանում անշված մի վախեցի, ինքը չէր վախենում եւ խոսում էր դրա մասին, խոսում էր այն ժառանգությունը, որ մենք ունենք, որը փոխանցվել է եւ մեծ նվեր արեց, թողնելով այդ հավատը, այդ սերը եւ մենք փոխանցում ենք մեր երեխաներին։ 2019 թվականից ընդառաջ Կարապետյան ընտանիքի առաջարկին Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի օրհնությամբ հավատացյալները հովանավանքի ուխտի օրը հաղորդակցվում էին Կարմիր ավետարանից բխող զորությանը։ Այս տարի Արագածոտնի թեմը հայտարարություն էր տարածել նշելով. «Ցավոք այսօր հովանավանք ավետարանը տանել իրատեսական չէ, քանի որ եկեղեցին փաստացի զավթված է։ Այս տարի Կարմիր կիրակիին հավատացյալների երկրպագության համար Կարմիր ավետարանը բերվել էր Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցի։ Կարապետյան ընտանիքի անդամները առանձնակի ակնածանքով ու սիրով են մասնակցում պատարագին։ Ուզում են, որ ավետարանի զորությանը շատ մարդիկ հաղորդակից լինեն»։ Փառք Աստծո, Կարապետյան ընտանիք ինքն էլ եկեղեցու հավատավոր, հավատարիմ զավակներ են եւ իրենք չէին տանի հովանավանք, որովհետեւ կարգալուց եղած անձ է այնտեղ մնում եւ ուղղակի հնարավոր չէր եւ ճիշտ չէր ավետարանը այնտեղ տանել։ Դրա համար այս տարի ավետարանը մեր խնդրանքով եւ մեր առաջարկով ընտանիքը համաձայնեց եւ ավետարանը բերվեց Արագածոտնի թեմի Սուրբ Մարիանի եկեղեցի ժամանակավոր, որովհետեւ մենք վստահ ենք, որ հաջորդ անգամները նորից Կարմիր ավետարանը պիտի բազմի հովանավանքի Սուրբ Սեղանի խորանին եւ այնտեղ պիտի գնան ուխտավորները։ Հուսով ենք, որ Կարմիր կիրակին իր խորհուրդը կբերի բոլորիս կյանքից ներս։ Թող տա Աստված իրապես այս կիրակի խորհուրդը բոլորի սրտին հոգուն հասանելի լինի, պատրաստ լինենք պայքարելու, որտեղ ինքը մեր Տերն ասեց այն դուռը, որ լայն դուռը դեպի կորուստ է տանում։ Շատ են գնացողները ցավոք։ Եվ կոչեց պայքարի, ասեց մտեք նեղ դռնով։ Նեղ դուռը տանում է դեպի հավիտենական կյանք։ Իսկ նեղ դուռը մեր Տիրոջ նշած պայքարն է։ Ոչ թե պայքարել չգիտեմ ում համար, ինչի համար, այլ պայքարել հանուն Աստուծո մարդու կայացման եւ գոյության։ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում պատարագ մատուցեց Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը։ Տեր հայրը նշեց, որ կարմիրը պարզապես գույն չէ, խորհրդանիշն է Տեր ու Փրկիչ Քրիստոսի արյան, որ թափվեց ամբողջ մարդկության փրկության համար։ Կիրակին հիշեցնում է Հիսուս Քրիստոսի կյանքի գինը, նրա սիրո խոնարհությունն ու զոհողության ուժը։ Այն եկել է հեռվից, մուշից, այն հողից, որտեղ մեր հայրերը ապրել են, աղոթել եւ երբ փորձության ժամանակն է հասել, հատկապես ցեղասպանության օրերին, իրենց հետ տարել են ամենաթանկը Աստծո խոսքը։
Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցի եկած ուխտավորները հնարավորություն ունեցան մոտենալու Մշոլ Սուրբ Առաքելոց վանքի կարմիր ավետարանին։